Արդյոք Կյուրոս մեծը արշավել է Հայաստան։ Աքեմենյան կայսրության հիմնադիր Կյուրոս մեծը դեպի Հայաստան արշավել է թե ոչ հարցի պատասխանը փորձում են տալ ոչ միայն հին պատմիչները, այլև սեպագիր սկզնաղբյուրները։ Բաբելոնյան սեպագիր արձանագրություններից մեկը հայտնում է, որ մերթվարկությունից առաջ 547 թվականին Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոս մեծը արշավել է Հայաստան։ Արձանագրության մեջ Հայաստանը հիշատակվում է իր հնագույն անունով՝ Ուրաշթու։ Նշվում է, որ Կյուրոսը անցել է Տիգրիս գետը, պարտության մատնել Ուրաշթուի արքային եւ այնտեղ թողել կայազոր։ Հետաքրքիրն այն է, որ այս տեղեկությունը որոշ չափով համընկնում է հույն պատմիչ եւ զորավար Քսենոփոնի Կյուրոպեդիա աշխատության հաղորդումների հետ, որտեղ նույնպես նկարագրվում են Կյուրոսի եւ Հայաստանի միջև տեղի ունեցած իրադարձությունները։ Ուստի երբ տարբեր քաղաքակրթությունների սկզբնաղբյուրները պատմում են նույն իրադարձության մասին, պատմական պատկերը դառնում է շատ ավելի ամբողջական, իսկ կոնկրետ այս հարցի պատասխանը դառնում է ակնհայտ։ Այո, արշավել է։ Նախագծի գլխավոր գործընկեր Ակբաբանկ